Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում ժամանակն է խոսել հաղորդաշարն է։ Հիշեցնեմ, որ սա հաղորդաշարը երկրում առկա խնդիրների մասին եւ մենք հյուրերի հետ փորձում ենք առաջարկել լուծման ճանապարհները։ Մեր հյուրը ադրբեջանագետ Գարիկ Դավթյանն է։ Բարև ձեզ, պարոն Դավթյան։ Նախ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել այս խառը իրավիճակում եւ այսօր այստեղ եք։ Պարոն Դավթյան, իհարկե հրատապ լուրերը, օրվա լուրերը բոլոր դեպքերում վերլուծություններ են պահանջում, բայց դրանք այնքան շատ են եւ ցավոք հիմնականում ավելի շատ ասեկոսեների, բամբասանքների հենք ունեն եւ դրա համար այս օրերին, հատկապես 24-ի նախօրեին, կցանկանայինք խոսել իրականում մեկ այլ խնդրի մասին, որը ամբողջությամբ է ազդեցություն թողնում երկրի ներքին եւ արտաքին ընկալումների առումով։ Այսպիսով, ինչու է բնակչությունը ըստ ձեզ եւ համաձայն եք արդյոք այդ մտքի հետ, որ բնակչությունը անտարբեր է վերաբերվում հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու երկրի առաջնորդի գաղափարին առաջարկին։ Եվ եթե բոլոր դեպքերում կարողանում ենք հասկանալ, որ բնակչության մեծ մասը գուցեև փորձում է ըստ վարչապետի կոչի եւ հորդորի դուրս գալ զոհի կեցվածքից, այսուհանդերձ մշակութային դաշտում, գիտնականների, այլ նեղ մասնագիտությունների տեր մարդկանց դաշտում պիտի որ ասեկոսեները կամ այս կարգի առաջարկները դեր չունենային եւ նրանք ասելիք ունենային, չէ որ այս ձայնը ոչ միայն մեր երկրի համար է, այլ արտաքին աշխարհի համար եւ Հայաստանին ճշգրիտ ընկալելու եւ ճշգրիտ ներկայացնելու առումով է կարեւոր։ Որպեսզի ձեր հարցին փորձեմ հնարավորինս վերլուծական եւ հակիրճ պատասխանեմ, ապա պետք է մի փոքր կոշտ դիրքորոշումներով հանդես գամ։ Առաջինը կուզեմ նշեմ, որ ոչ թե երկրի ղեկավար, այլ երկրի սպասավոր, ես դա ուղղում եմ խոսքս Նիկոլ Փաշինյանին, ինչու եմ այսպես ասում, ոչ թե ինչ-որ վիրավորական կամ ինչ-որ ատելության հիմքով, այլ պարզ փաստի վրա իմ խոսք ունեն հիմնավոր փաստարկներ։ Մասնավորապես, որ մինչև 18 թվականը եւ 18 թվականից մինչև 21 թվականը դրանք տարբեր ժամանակներ էին, այսինքն կառավարման եւ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարբեր աշխատանքների եւ դրանց մասով մեծ լոբիստական աշխատանք տանելու եւ առհասարակ տեսնում ենք թե 100 տարելիցը ոնց նշվեց Հայաստանում ինչպեսի մեծ պատվիրակություններ եկան Հայաստան, դրանից հետո process-ներ եւ 21 թվականից հետո որտեղ կա տպավորություն եւ հիմնավոր կասկած, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Ալիևի սպասավորի կոչումը, պաշտոնը կամ չգիտեմ որևէ մի դեր, որով որ շարունակում է կործանել Հայաստանի համար մշակութային, ազգային, հայկական բոլոր նշաձողերը։ Մինչ այդ Արցախի նշաձողները իջեցնում, որը բնականաբար ինձ ենթադրում է մնացած նշաձողների իջեցում, հիմա հերթնակել է ցեղասպանության ճանաչման մասով կամ առհասարակ ցեղասպանության հերքման մասով աշխատանքների պայքարի ուղղությունները։ Տեսեք, թուրքական կողմը միշտ էլ փորձել է ցեղասպանության թեման բերել իրեն հարմար հարթակ։ Մասնավորապես պատմաբաններ հետ քննարկենք կամ իրենց պետական քարոզչության դաշտում միշտ հերքումներով են հանդես եկել, փորձել են ձևակերպումների մեջ մեղմ լինել, նշել, որ այդտեղ նաև թուրքեր են մահացել, գիտենք, թուրքական քարոզչությունը ինչպեսի տարիներ շարունակ, Աթաթուրքից հետո հատկապես 23 թվականից հետո իրենք այդ պետական այդ իրենց ազգային ուղղությունը բռնել են, որ չեն ընդունում ցեղասպանությունը որպես այդպեսին։ Իսկ որպեսզի թեման ամբողջապես փակվի, Թուրքիան միայնակ չի կարող այդ հարցը իրականացնել։ Շատ կարևոր է, որպեսզի տան դարպասները ներսից բացող լինի, այսինքն ցեղասպանության թեման փակողը, այս դեպքում բացող թեման, որ պետքա փակվի, լինի Հայաստանի հայ ազգանուն կրող, ղեկավար, պաշտոն զբաղեցնող որևէ մեկը։ Հիմա ընտրվել է Նիկոլ Փաշինյանը որպես այդպեսին։ Ցեղասպանությունը որպես այսինքն սա գիտակցված դիրքորոշում է ի նպաստ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ես համարում եմ, այո, որովհետեւ տեսեք, ես բավական հասուն տարիքի եմ, ինձ ոչ փոքր տարիքի եմ, ու ես հիշում եմ թե դպրոցական տարիքից սկսած, թե կրթական համակարգում համալսարանական տարիներ հատկապես, ինչպիսի մոտեցում է եղել ցեղասպանությունը, ոչ թե եղել է զոհի կարգավիճակի ուղղություն, մենք դա այսօր նիկոլական քարոզչությունն է դա այդպես ներկայացնում, այլ դատապարտելու եւ դա որպես հանցագործություն ընկալելու քարոզչություն եւ ուղղություն նույնպես։ Պատահաբար չի, որ շատ երկրներ ճանաչել են։ Եթե մենք որպես այդպիսին զոհի կարգավիճակում լինեինք, ապա մինչև 18 թվական շատ երկրներ չէին ճանաչել ցեղասպանությունը որպես ոչռագործություն, որպես անմարկային հանցագործություն։ Մի խոսքով կարող ենք այդ բառերի տեղատարափը անverջ հնչեցնել, բայց եթե մենք փորձում ենք հասկանալ, որ ինչի է հանկարծ Նիկոլ Փաշինյանը խոսել որպես ցեղասպանություն ներկայացնել որպես ուրեմն զոհի կարգավիճակի իրականություն որպես այդպեսին։
Ես նման բան չեմ նկատել իմ շրջապատում, շրջապատից դուրս շատ եմ խոսում, կա ցավ ժողովրդի սրտում, հոգում, իմ պապա, իմ տատի կողմը Ղարսից է գաղթել, պապաս Ալաշկերտից է գաղթել, ինքս այդ պատմությունները շատ լավ գիտեմ, ունեմ պատմություններ, գիտեմ ինչպիսի տանջանքներ են ենթարկվել իմ մոտ որպես իրանց սերունդ, հա, որպես երկրորդ սերունդ ավելի ճիշտ, երբեք չի եղել զոհի կարգավիճակի հոգեբանություն ներդրված կամ մինչև հիմա էլ չկա։ Իմ մոտ եղել է ճանաչողության ուղղությամբ աշխատանքներ տանելու ձգտում, օգնել ինչով կարող եմ, կրթություն ստանալ, այսինքն նպաստել եմ, որպեսզի պետություն ունենա կադր, ես իմ մասին եմ խոսում, կամ հետագայում իմ շրջապատում ունենա կադրեր, որոնք կարող են օգնել պետության այդ հարցում, դրսում կամ այստեղ։ Նիկոլ Փաշինյանը պարզապես մանիպուլացնում է մաստեր կլասի բարձր մակարդակը ցույց տալիս մանիպուլյացիայի, փորձում է մեր հասարակությունը դա մատուցել որպես այն կեղծիք, որը որ թուրքական կողմը անընդհատ պնդում է, որ դա կեղծիք է։ Ու պատահաբար չի, որ հենց խոսում է ցեղասպանությունից, ասում է, բե հələ պետք է մոտ ճշտենք, էլի ցեղասպանությունը հատկապես վերջին անգամ, որ արտահայտեց իր միտքը այդ առումով, թե մենք ինքներս ենք մեզ նպաստել, որ մեզ ցեղասպանեն։ Դա թուրքական քաղաքական հատկապես այն գիծն է, որտեղ նշվում է, որ հայերն են մեղավոր, որ իրենք ենթարկվել են ցեղասպանության, ու ոչ թե այդպես բառացի, այլ հայերի մեղավորությունը կա, որ իրենք կոտորվել են։ Ինչի, որովհետև օգնել են ռուսներին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, այսինքն հակառակ դաշինքին, որպեսզի ներքին խնդրժություններ առաջացնեն։ Դա թուրքական քաղաքական տարիների խոսույթ է, եւ հիմա Նիկոլ Փաշինյանը այդպես փորձում է հայաֆիկացված ձևով դա ներկայացնել։ Հասկանանք, թե ինչու է դա տեղի ունեցել։ Լավ, իսկ ինչու է մասնագիտական հանդիպությունը այսքան пассив։ Իհարկե կան որոշակի ծրագրեր, միջոցառումներ լինում են տարբեր նեղ մասնագետների հանրության շրջանակներում, այսուհանդերձ այդ ձայնը գնալով շատ ավելի ցածր է դառնում եւ նույնիսկ Հայաստանի ներսում արդեն իրավիճակ չի ստեղծվում, որ մնաց դրսում։ Եվ արդյոք սա մեր այլ հետագա արտաքին քաղաքականության մի շարք հարցերում չի խանգարի, եթե մենք փաստորեն դռները բացել ենք, ասում ենք եկեք քննարկենք, մենք պատրաստ ենք ամեն տեսակի զիջումներին, մենակ թե խաղաղություն լինի։ Մեր մոտ Նիկոլ Փաշինյանի 21 թվականի ընտրություններից հետո դա միշտ շեշտում եմ, որովհետեւ 21 թվականից հետո եղել է տոտալ Հայաստանի հանձնումը թշնամիներին տարբեր ուղղություններով։ Չնայած նախընտրական խոստումների արվել է ուղիղ հակառակը։ Ցեղասպանությունը որպես մեր համար ազգային կարևորություն ունեցող նշանակություն, դա այդպես եմ համարում, ճանաչման ուղղության հարում, դատապարտող եւ նաեւ հետագայում ռեպարացիա վճարելու մասով, այսինքն դա փուլային process է, բայց այս պայն ճանաչման գործընթացն առաջ մղվում։ Դա մեր ինքնության մաս է կազմում։ Երբ որ պետության ոչ բարող ղեկավարը եւ ունենում է թուրք-ադրբեջանական տանդեմը սպասարկելու հակում ձգտում, ինքը ամեն բան անել է, որպեսզի մեր մոտ երիտասարդության, այսինքն մի քիչ տարիքով մեծ սերունդների մոտ, ավելի փոքր սերունդների մոտ ձևավորվի այն ընկալումը, որ պետք է հրաժարվենք նաեւ ցեղասպանության ճանաչումից, որ լավ ապրենք։ Կհիշեք, միջև այդ կար Արցախը տանկ լավ ապրենք այդ փոխհատուցման պայմաններում կարծես թե հակառակը պիտի լիներ, էլի, այստեղ տրամաբանությունն էլ չի աշխատում նորմալ։ Դե Նիկոլի նպատակը դա է, ինքը ունի մեկ գեր նպատակ։ Հիմա միգուցե մեզ լսողները ասեն դե շատ են դրա մասին խոսում, բայց դա իրականությունն է, այսինքն մենք քանի անգամ պետք է ծնկենք, քանի անգամ պետք է ստորացվենք կամ մորթվենք, որ հասկանանք, որ թուրքն է դեմքը փոխողը, ոչ որ առավել եւս Ադրբեջանը։ Եթե հիմա կասեն դե հին թուրքերը նոր թուրքի հետ կապ չունեն, դա նույն ոչ մի տարբերություն, ազգային իրենց գաղափարախոսությունը նույնն է, բան չի փոխվել 23 թվականից հետո։ Եթե մենք նայենք իրենց ընդդիմադիրների հայտարարությունները Էրդողանի հետ, ավելի ծայրահեղ են, քան Էրդողանը, չնայած Էրդողանը ավելի շատ դիվանագիտական դիպլոմատ մարդ է, այսպես ասած։ Այո, լրիվ համաձայն եմ, հույս են դրա իշխանապողություն կլինի այնտեղ եւ մենք կփրկվենք, բայց ինչպես տեսնում ենք, հակառակորդը ընդդիմադիր կողմը շատ ավելի ծայրահեղական է։ Գիտեք, խնդիրը որն է, երբ որ միջազգային հանրությունը նկատում է Հայաստանի ղեկավարությունը որպես այդպեսին փորձում է նման ուղղություններից ետ կանգնի, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, դրանից հետո արդեն եղա տարածքների հանձնում, Արցախի լիարժեք կորուստ, հիմա արդեն ցեղասպանությունից հետ քայլ է կատարում։ Ակնհայտ է Եվրոպան ինչի պետք է մեզ նայի կամ Ամերիկան ասի կամ Ռուսաստանը ինչի պետք է նայի ասի դա հայերը մեղք են, եկեք պաշտպանենք, այտենց չի լինում։ Յուրաքանչյուր ոնց ասենք, ես միշտ այս կենցաղային օրինակը բերում եմ։ Բակում որ կռիվ է լինում, եթե դու քո պատիվը չես պաշտպանում, քոնքերը չի գալու քո փոխարեն քո պատիվը պաշտպանի։ Միգուցե գա, բայց հետո մի հատ ապտակ հասցնելու ասի, չես ամաչում։ Նույն վիճակն է, այսինքն պետք չի ընկալել, որ Ամերիկա կա, Եվրոպա կա, Ռուսաստան կա, մեզ վերջում կփրկեն։ Այսինքն պետք է մի հատ էլ կոտորվենք, որ նոր հասկանանք, որ այդպես մտածել պետք չէ։
Մեր հանրության շրջանակներում բավականին հաճախ ասում են, որ սա հերթական ցեղասպանություններ, միակը չի եւ այլն եւ այլն։ Այ հիմա եթե սա պրոյեկտենք Արցախյան իրականության վրա եւ այն հանգամանքի, որ Արցախը լքեցի այդքան մեծ թվով բնակչություն, փաստացի սա տարածքները լքելու մասին էր եւ այլ ձևակերպումով կոչվում է ցեղասպանություն եւս։ Հիմա Արցախի ճակատագիրը ինչ ակնկալիք ունենք մենք ինքնորոշման առումով, Արցախի ճակատագրի առումով։ Նախքան ձեր հարցին պատասխանելը լրացում անեմ առաջի հարցին կապված հարցումների մասով, որ իբր մեր հասարակության մեծ մասը համարում է, որ դա զոհի կարգավիճակում լինելու։ Ես չեմ հավատում այդ հարցումներին ու բացատրեմ ինչու, որովհետև այսօր իշխանությունը նպատակ ունի մեր հասարակությանը համոզելու, որ այն ուղղությունը, որ իրանք առաջ են քաշում ցեղասպանությունից հրաժարումը, դա առաջնահերթություն ու կարևորություն ունի իր մեջ, որպեսզի մարդկանց մոտ տեղեկատվական դաշտում եւ հոգեբանական դաշտում այդ օվերտոնի պատուհանը բացվի, շատ կարևոր է նման հարցումներ, իբր հասարակությունը ասում է, չէ, մենք զոհ չենք ուզում լինել կամ զոհի կարգավիճակում ենք զգում։ Սա հետաքրքիր մոտեցում է, ու ես կարծում սա այս մտահղացումը դրսից է մշակված։ Դրա համար ես այդ հարցումներին հստակ ապացույց Կապրիլի 24-ին մարդկանց հոսքը նրա մասին է խոսում, որ այդ մարդիկ զոհի կարգավիճակով չեն գնում դիցանակաբերդ իրենց ուրեմն հարգանքը մատուցելու, իրան գնում են պահանջատիրության նպատակով։ Հետևաբար այդ տվյալները ամենայն հավանականությամբ, մեծ հավանականությամբ կեղծված են։ Արցախի մասով շատ բարդ հարց եք տալիս, ես այդ հարցի պատասխանը լիարժեք չունեմ, ինչու որովհետև այսօր իշխանության գլխում նստած են մարդիկ, որոնք բացի հայկականը սպառելուց եւ վաճառելուց ուրիշ ոչնչով զբաղված չեն։ Իրենց մոտ ունեն ընկալումներ, որոնք պրո-թուրքական եւ պրո-ադրբեջանական, անգամ համատությունները կանենք մեր հարցազրույցի ընթացքում, որպեսզի փաստարկված լինի, եւ իրենց հիմնական նպատակը այն է, որ ստեղծել իրավիճակ, որ հայերեն ազգանվեր, հայրենասեր, հայկականին ձգտող, հայկականը պահող հայերը կամ արտագաղթեն, կամ էլ ինչ-որ պատերազմի կամ լուրջ շրջանի ժամանակ զոհվեն, որովհետև պատահաբար չէ նաև 44 օրյա պատերազմի ժամանակ լուրջ այն ջահելություն են ոգովլի կամավորական գնացին, այո, այդ մարդկանց ուղղակի բրախելու կներեք այս ամենավտանգավոր հատվածները, այսինքն պատրաստված մոպը, այսպես կոչված գնաց այն հատվածները, որտեղ ակտիվ չէր իրավիճակը, այո, եւ կամավորները գնացին ամենաթեժ կետերը։ Տեսեք, հիմա Արցախի մասով ինչ արվում Հայաստանում Արցախի դեմ ինչ արվում Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ես այս համատություն արել եմ մի որոշ ժամանակ առաջ մի ուրիշ հարցազրույցում, բայց ձեր մոտ էլ կասեմ անպայման, որտեղ տիպիկ աչքից տակ երևում է։ Ադրբեջանը երբ որ առաջի պատերազմում պարտվեց, այն մարդիկ, որոնք այստեղ տները փոխանակման կարգով իրենց կամքով թողել գնացել են Հայաստանից եւ Լղիմի տարածքից, Ադրբեջանը այդ մարդկանց չասեց վեշեները թավքեք, ընդունեք Ադրբեջանի քաղաքացիություն, դուք Ադրբեջանի քաղաքացի չեք, այդ մարդկանց ֆինանսական միայնության մեջ չթողեց, այլ օգնեց անվճար կրթություն, անվճար սոցիալական նպաստներ, անվճար բուժօգնություն, այսինքն հնարավորինս շատ անվճար բնակարաններ, լավ թե վատ, ի նկատի ունեմ կեցության առումով, այդ մարդիկ, այսինքն Հեյդար Ալիևը, հետագա մարդին Իլհամ Ալիևը հնարավորինս ամեն ձև աջակցում էին, մինչև հիմա էլ աջակցում են։ Հիմա Նիկոլին ինչ անում, Նիկոլը նպատակ ունի Արցախահայերի համար, մեր հայրենակիցների համար ստեղծել այնպիսի սոցիալական վատ, անտանելի վիճակներ, որ այդ մարդիկ թողնեն Հայաստանից գնան։ Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ հայտարարում է, որ այդ ծրագրերը ընդհանրապես վերաձևակերպվում են եւ փոփոխության են ենթարկվում, ոչ թե իսպառ վերանում են։ Ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի որևէ խոսքին, ինչու, որովհետեւ ինքը մի բան ասում է, հաջորդ օրը մի ուրիշ բան է անում։ Չեմ հավատում իրան, որովհետեւ իր յուրաքանչյուր խոսքի տակ կա թաքնված իմ խորին համոզմամբ ծրագրեր, որոնք նպատակ չունեն ստաբիլիզացնելու, այլ դեստաբիլիզացնելու նպատակ ունեն։ Եվ վերջում կասեմ, որ առհասարակ Արցախի հանդեպ Նիկոլի ատելությունը անգամ Ալիևին է տալիս անցնում, որովհետև իր թիմակիցների խոսույթում, ձևակերպումներում, որ չեն կռվել, որ թողել փախել են, ասենք ես Արցախ 1000 անգամ եղել եմ, անգամ 44 օրյա պատերազմից հետո շատ եմ գնացել եկել, ես գիտեմ այնտեղ ինչ է կատարվել եւ 23 թվականից հետո էլ, այսինքն գիտեմ ինչ ոնց են կռվել այնտեղ, ինչ են ալել, այսինքն տեղեկատվությունը, երբ որ ես լսում եմ երկրի ղեկավար նման ձև է խոսում, իմ մոտ առաջի հերթին գալիս են այդ մարդկանց սխրանքները, այդ մարդկանց արածները, ոչ թե ատելություն կամ ջղայնություն, փաստակված հանգամանքներ են իմ մոտ առաջանում։ Եվ հիմա Նիկոլը դա է անում, այսինքն փորձում է աղավաղել մեր հայրենակիցների պայքարը, մարդիկ մնացել են միայնակ ադրբեջանական զորքերի դեմ, եղավ պաշտոնական հայտարարություն Հայաստանի Հանրապետության ոչ բարող ղեկավարի բերանից, որ մենք չենք օգնելու, չենք խառնվելու 23 թվականի մասին եմ խոսում։ Եվ այդ մարդիկ մնացին մենակ։ Հիմա այսինքն եթե ասում են չենք կռվել,
ես կարամ հարց տամ իրենց, այսինքն դուք ակնկալում եք, որ պետքա ցեղասպանվեին, որ նոր ասեիք, դե հա, փորձը դրա համար հանձնվեց։ Այսինքն կներեք, ինձ մոտ կա համոզմուն, որ այս մարդիկ առնախում ցեղասպանությանը ոգեշնչող արարածներ են, որովհետև չի կարելի քո օրինակից հայրենակցին նման խոսույթով դիմես այն պարագայում, երբ որ դրա երկրորդ տարբերակը մորթվելն էր։ Գիտեք, ես բոլոր դեպքերում չեմ բացառում, որ իհարկե փախած մարդիկ կլինեին, երիտասարդներ եւ այլ, բայց գյուղ չկա, որ շունչ ունենա, այդ տրամաբանականը հասկանում ես, որ ամեն ինչ էլ հնարավոր է։ Ջերմուկում շատ մանրամասներ չասեմ, երբ որ եղավ 22 թվականի Ադրբեջանի կողմից ուրեմն ագրեսիան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ, Ջերմուկում կռվել են շատ մարդիկ են կռվել, բայց հիմա ես չեմ ուզում մանրամասներ բացեմ, բայց այդ խոսույթը, որ թողել փախել են, ոնց ասեմ, չի կարելի ակնկալել անգամ Ամերիկայի բանակում, ռուսական բանակում, ֆրանսիական բանակում, որ 100 զինվորից 100-ն տենց ոգով լի է։ Բնական, այսինքն մարդ կլինի կփախնի, կվախենա պատերազմի էլ գնա, այսինքն դա մարդու էությունն է։ Այդ մարդուն դու չես կարող մեղադրել, որ դու չես գնացել կռվես։ Այդ մարդը վախկոտ մարդ է, ինքը իր կյանքով դա ընդունել է։ Հիմա այն հանգամանքը, որ իրանք փորձում են այսպես ժողովրդական խոսքով ասած ծվաղել Արցախի թեման, չկռվելու պատճառաբանությամբ, առասարակ չմիավորվելու, այսինքն միշտ ասում են, չէ՞, ինչու Նիկոլի կողքը չեն համախմբվում, համախմբեն, որ միանգամից սախտը ավելի հեշտ։ Պարոն Դավթյան, արցախցիները ունեն մեղքի բաժին այս իրավիճակի շարունակական մնալու կամ այս կարգով զարգացումներ ունենալու մեջ, որովհետև անկեղծ ասած ես այսպիսի դիտարկում ունեմ, հատկապես վերջին արցախցիների հանդիպումը իրենց վերջին նախագահի հետ եւ այլն, որ իրենց մոտ էլ այնպես չի, որ միաձայն որոշումներ կան եւ բոլորը կողմնակից են կոնկրետ մեկ գաղափարի շուրջ են համախմբված։ Ես այդ մասով ունեմ վերապահում, իրականում չեմ համաձայնվի ձեզ հետ, ինչու, որովհետև Արցախի գրասենյակի վրա հարձակումը, ես դա այդպես եմ որակում, ուներ ուղղորդված ուրեմն քաղաքական հենք եւ եթե մենք մի քիչ մեր տրամաբանությունը զոր տանք, մենք նկատի ունենք մեզ լսողները նույնպես էլի, ակնհայտ է, որ այսօր ֆինանսական ռեսուրսները, միջոցները Արցախի գրեթե չկան։ Այսինքն այդ մարդիկ երբ որ գնում են, պահանջում են ինչ որ 30 տարվա թալանի վերադարձ, դա ուղղակի առաջին ծիծաղելի է։ Եվ երկրորդ, եթե դու ունես պահանջ, որտեղ որ քո հայրենակիցները, այսինքն ես էլ եմ ինձ արցախցի համարում, չնայած արմատներով արցախցի չեմ, հա, սոված են կամ վատ են ապրում, այդ ուղղությունը պետքա լինի ավելի վերև, այնտեղ մոտ Նիկոլ Փաշինյան անունով արարած կա, իրան պետք է լինի այդ ուղղությունը։ Ուրեմն Արցախի նախագահը որպես այդպեսին ինքը չունի այդ հնարավորությունները ոչ Նիկոլից պահանջելու, ոչ էլ առհասարակ Արցախի Արցախահայերի այստեղ Հայաստան բնակության սոցիալական հարցերը մեծամասամբ լուծելու։ Իրանք միգուցե ունենան աջակցություն Սփյուռքից, չգիտեմ, տարբեր մարկանց ֆինանսական միջոցներից, ինչ որ ձևով կարող են օգնել, բայց գլոբալ լուրջ հարցեր չեն կարող լուծել, որովհետև Նիկոլ Փաշինյանը դա առաջին թույլ չի տալու։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Հայաստանը Արցախի հանրապետության երաշխավորներ, բանկային համակարգից սկսած ամբողջ ընդհանրապես իր գոյության առումով եւ Շուշիի գրավումից շատ մեծ ասեկոսներ կան եւ այդ ասեկոսները չեն էլ հերքվել, երբ որ Շուշիից մի քանի ինկասացիոն մեքենաներ գումար էին տեղափոխում բանկից դեպի Ստեփանակերտ կամ անհայտ ուղղությամբ, դրանց մասին որևէ տեղեկատվություն չկա մինչև Այսինքն այդ ինկասացիա տեղափոխողը հաստատ մեր հարևան Վարդգեսը չէր էլի, որ ինքը կարար գա դա վերցներ տաներ։ Դա պետական մակարդակով կազմակերպված process էր։ Ես դա այդպես եմ նայում։ Եվ ոչ միայն դա, գիտեք, առհասարակ, երբ որ մարկանց Արցախից օրինակ Հադրութից ասում են դուրս եկեք, հետո հետ եք գալու, այդ մարդիկ իրենց ոսկեղենը, գումարները, մեքենաները մի խոսքով ունեցվածքը թողում են դուրս հետ գալու նպատակով, ակնհայտ է, չէ՞ այդ մարդիկ բոբիկ են մնում։ Շատ ներողություն Ամերիկանում են, չունեն ոչինչ։ Հետո չեն բերում, այդ մարդը շատ ներողություն բոմժ է դառնում։ Ոնց որ հիմա մեզ ինգան տնից ինձ հանեն, ասեն կգաս հետո գամպենան տունս լրիվ ավիրված է, բոմժ եմ դառնալու, չէ՞, ոնց որ մոտավոր այդ համեմատությունն եմ անում։ Այսինքն ես չունեմ ընդհանուր ոչ հավատամք, ոչ էլ որևէ ձևով վստահություն այսօրվա իշխանության։ Ես ոչ թե ընդդիմադիր եմ, տենց ընդդիմադիր դիրքերից եմ խոսում, փաստերն են դրա մասին հուշում։ 18 թվականին խոստացա, որ պետքա լիքը բաներ արվի, ինքը գնաց սկսեց զրոյական կետից բանակցությունները, եկավ հասավ պատերազմ, ասեց հեսա մայ սեպտեմբերի 25-26 իր հարցազրույցում ասեց, չէ՞, հենց ինֆորմացիա անեն, որ հեղափոխություն լինի Ադրբեջանում, 27-ին պատերազմը սկսեց։ Հետո հաղթում էինք մինչև նոյեմբերի 9, նոյեմբերին պարզվեց ինչ հաղթել։ Մի բան էլ լպարտվում ենք ու տալիս ենք, ու դրանից հետո մնացած զարգացում։ Այսինքն մենք մեզ չպետք է թողենք, որ պետության ղեկավարը ստի խափի, այսինքն ինչքան կարելի է լսել, որ նախկիններն են, հա լավ հասկացանք, այդ մարդիկ մեղավորություններ ունեն։
ունեն արած բաց թողումներ, սխալներ, ոչ մեկ դա չի հերքում, իրանք էլ անգամ չեն հերքում։ Այսինքն անընդհատ նույն մեխը 7 տարի շարունակ նույն բանը ասել, այսքան բանից հետո պատերազմ, Արցախը ընդհանրապես այլևս մեր հետ կապ չունի, բայց մենք շարունակում ենք 7 տարի շարունակ նախկինների մասին։ Պարոն Դավթյան, Արցախի էլիտան այսօր ռազմաքաղաքական էլիտան Ադրբեջանի բանտերում, այսպես շատ ծանր իրավիճակում, այս հարցը ինչ հետևանքներ կունենա, այդ դատավարությունը, որ ընթանում է, նախ ինչ նպատակ ունի, եւ երկրորդը, արդյոք այս դատավարության ընթացքում կայացած որոշումների արդյունքում հետագայում Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող միջազգային դատարաններում պահանջներ ձևակերպել Հայաստանի նկատմամբ, սկսած Արցախի, այսպես իրենց գաղափարներից ելնելով օկուպացիայի դիմաց ակնկալիքներից եւ այլն։ Միջազգային իրավունքի հիմքով ոչ, որովհետեւ ակնհայտ է, որ այդտեղ կա քաղաքական հետապնդման եւ քաղաքական կտանքների հետք, որպես հա գերի կարգավիճակում նման մարկանց պաշտոն զբաղեցնող մարկանց այդպես բացահայտ դատավարությունը միջազգային մակարդակով չի ունենալու որևէ հետևանք, եթե Նիկոլ Փաշինյանը այստեղից չօգնի, եթե չհաստատի այն ամենը, ինչ որ ասվում է Բաքվի դատարանից այս կողմ։ Նաև պետք է հաշվի առնենք, որ գերիները այսօր գերիների հայտարարությունները որպես այդպեսին պետք չի ընդունել ի գիտություն, որովհետև ճնշման տարբեր եղանակներ կան, գիտեք, կարող անգամ գերիների հետ ով վերադարձել, իրանց հետ ես օրինակ տեսել եմ մի քանի հարցազրույց, այդ մարկանց հոսանք էին տալիս, հաց չէին տալիս, մի ոտի վրա կանգնացնում, այսինքն կտանքների տարբեր շրջաններ են այդ մարդիկ անցնում, հետեւաբար այդ մարկանց հայտարարությունը չպետք է ընդունել թշնամաբար։ Դու այդ մարդիկ ստիպում են այդ մարկանց նման հայտարարության հանդես գալ, սա մեկ։ Երկրորդը Բաքվի դատավարությունը շատ ճիշտ է նշված Ռուբեն Վարդանյանի կողմից, որ դա դատում են Հայաստանի Հանրապետությանը, որովհետև ես չեմ կարող մի մարդ, որը գտնվում է հայ, հա, գտնվի Բաքվում դատվի, կլինի սովորական շարքային զինծառայող, թե կլինի ավելի պաշտոն զբաղեցնող մարդ, դա չդիտվի որպես պետության դեմ գործողություն։ Ադրբեջանի նպատակը, երրորդ մասով ասեմ, իր մեջ ավելի շատ իր հասարակության մոտ նոր պատերազմի տրամադրություններ զարգացնելու եւ հասունացնելու նպատակ ունի, որը հետագայում կպրոյեկտի միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծելու, որ ինքը ինչ անում է արդարությունը վերականգնելու նպատակով, ինչը միշտ ասել էր Արցախը օկուպացնելու նախքան օկուպացնելու եւ օկուպացնելու ընթացքում։ Ինքը միշտ ասում է, չէ, դե մեզ այսքան նվաստացել են, սա մեր տարածքն է, հիմա նույնը անում է գերիների մասը։ Ուղղակի գերիների ուղղությունը ինքը մեկ ուղղություն է։ Ինքը օգնում է նաև Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցին, որպեսզի իրանք հետագայում որպես մտածածին եւ հայերի դեմ ուղղված, ես դա համարում տերորիստական խմբավորում, կարող խոսքս չոխնչի, բայց եթե տեսնենք պահանջները Արևմտյան Ադրբեջանի, դա տերորիզմի համահավասար իրավիճակ է ստեղծում, այսինքն գան այստեղ ապրեն, իրանց իրավունքներն ունենան, հանգարց մի բան չլինի, հույսը դնեն թուրքական զորքերի վրա, սա մասին ինձ թվում է մենք խոսանք հարցազրույցի ընթացքում։ Այսինքն ադրբեջանական կողմը այսօր մի քանի ճակատով երկու հիմնական ուրեմն խնդիր է լուծում։ Առաջինը այս բան ինչքան որ տեսնում եմ, համացան փոփոխությունը դնենք մի կողմ, հա։ Առաջին դա Արևմտյան Ադրբեջանին միջազգային բարձր մակարդակի հասնելն է եւ հետագայում հայտ ներկայացնելը ցեղասպանության հետ մրցավազքի մեջ մտցնելու համար, որպեսզի տեսեք միջազգային հանրության կողմից կա ցեղասպանության դատապարտման process-ներ, գիտենք իրական օրենսգրքում փոփոխություններ արվել, որ դատում են այն մարկանց, որոնք մերժում են ցեղասպանության կայացումը Ֆրանսիայում գիտենք կա նման օրենք, հա։ Հենց կոնկրետ հայոց ցեղասպանության մասն է խոսքը։ Հիմա Ադրբեջանը փորձում է, դա իմ ընկալումն եմ ասում, որպես մասնագետ, համահավասար թեստ ստեղծել ցեղասպանությանը հակազդելու կամ ճնշելու կամ կոմպրոմիսի գալու մասով, որովհետև ահռելի մեծ գումարներ է ծախսվում, ուղղակի աստղաբաշխական թվերի, տպագիր նյութեր, սոցիալական ցանցերում նյութերի տարածումով, միջազգային տարբեր կառույցների փոքր պատվիր, այսինքն փոքր կլասի մակարդակ ունեցող խոսքս մի փոքր ճիշտ չներկայացեցի, բայց ցածր պաշտոն ունեցող այսպես, հա, մարկած այդ հանդիպումների մասով շատ հաճախ Ալիևը պաշտոնական այցելում է գրասենյակ, փորձում է այնտեղ ինչ որ ելույթներ ունենա, գիտենք որ Թուրքիայում է բացվել Արևմտյան Ադրբեջանի գրասենյակը որպես ներկայացություն, այսինքն նույնը ինչ որ կա այսօր Սփյուռքի կողմից, Հայդատի կողմից արվող process-ներում, գրեթե նույն copy paste-ով արվում է Արևմտյան Ադրբեջանի մասով։
Հիմա ինչու մենք չենք հակազդում ոչ պետական մակարդակով, ոչ մասնագիտական։ Ինչու ամեն իրենց հայտարարությանը մի փոքր էլ ավելի բարձր ձայնով հայտարարություն չի արվում իր ամբողջ աշխարհի, որ դա իրականություն չէ, որտեղ մենք հասկանում ենք, որ ֆինանս որտեղ ներդրվի, այդ գաղափարը հաստատ կգտնի կողմնակիցներ, թեկուզ միջազգային հանրության շրջանակում, թեկուզ պատասխանատուների կողմից։ Եվ ինչու մենք այսպես, եթե այլ կողմով նայենք, Նիկոլ Փաշինյանը չէ որ ինքը արդեն իր արտաբերած հայտարարություններով հանդես է գալիս եւ համեմատում է Արևմտյան Հայաստանը Արևմտյան Ադրբեջան մտածածին թեզի հետ եւ եթե այս իրավիճակը արդեն մեր ներսից կա, ապա մենք ինչի վրա ենք հույս դնում, եթե հասկանում ենք, որ երկրի իշխանությունը չի պաշտպանելու, մասնագիտական հանրությունը լռում է, ապա մենք ինչի վրա ենք հույս դրել։ Տեսեք, ձեր հարցի պատասխանը մեր հարցազրույցի սկզբում մի անձի հետ է կապված, որի անունը Նիկոլ է։ Նիկոլ Փաշինյան անգամ ազգային ժողովի ամբիոնից խոսելով Ադրբեջանին ճանապարհներ տալու մասով հայտարարում է, ասում է Ադրբեջանի արևելյան շրջաններից արևմտյան շրջաններ։ Ինքը չի նշում Նախիջևան, ասում արևմտյան շրջան, այսինքն ի սկզբանե ինքը մեսիջ ուղղակում է Ադրբեջանին, որ ես ճանաչում եմ ձեր միջազգային արդարությունը ճակերտների մեջ, որ դուք ուզում եք վերադառնաք Հայաստան արևմտյան Ադրբեջանի համատեքստում եւ այդ արևմտյան շրջանները Ադրբեջանի պատահական չի ասվում։ Կա մարդ են, չէ՞, բոլորս հստակեցում մտցնելու համար կարաս տեղանում նշես, ասես Նախիջևան։ Այո։ Ասես արևմտյան շրջաններ, բանը բութ, ենթադրենք, հա, Նախիջևան։ Բայց եթե դու դա չես ասում, արդեն իսկ դրա տակ կա թաքնված մեսիջ։ Այսինքն, երբ որ պետությունը չի զբաղվում, ձեր հարցին է պատասխանում, թե ինչու պետությունը չի անում, հա, եւ չենք հակազդում, դա արդյոք խնդրեմ չի բերի։ Ես որպես մասնագետ, ին նման շատ այլ մասնագետներ, ինչքան էլ մենք մեզ մեջտեղից ճղենք, մեր արածը 0.001 էֆեկտիվություն ունի։ Ինչու՞, որովհետեւ դա ներքին հանրության մոտ է միայն հասանելի լինում։ Մենք չունենք ֆինանսական ռեսուրսներ, չունենք հովանավորներ, չունենք այնպիսի հնարավորություններ, որ կարողանանք լուրջ վերլուծություն անենք, հետազոտություն անենք, փորձենք դուրս հասցնենք միջազգային տարբեր կառույցներ, տարբեր падգամավորների նկատի ունեմ տարբեր երկրների խորհրդարանում ինչ-որ քննարկումներ կազմակերպենք, դա արվում է պետության բարձր հովանու ներքո։ Բայց գիտենք, այսօր պետությունը գտնվում է օկուպացված իրավիճակում եւ այդ օկուպացիան իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի սպասավորի կողմից։ Հետևաբար իմ մոտ ինչքան էլ մենք փորձենք խնդրենք մեր հայրենակիցներին ինչ որ նյութեր հրապարակենք, հարցազրույցներ տանք, հավատացնում եմ ձեզ դա կարճաժամկետ էֆեկտ է ունենալու։ 10 օր, 15 օր հետո դրա մասին մոռանալու են։ Այսինքն հետո մեր մոտ գիտեք ինչպեսի խնդիր կա, շատ հաճախ մեր գործը անում են տարբեր ազգի ներկայացուցիչները։ Նա TikToker կա, որը մոնղոլ է, եւ նկատած կլինի։ Ինքը որ պարբերաբար հակադարձում է ադրբեջանական, ես իրան ասում Չ կլասիկ հարոզիչ, Քամրանին, հա, անդադ ասում է, չէ, որ փաստերով պատմական, անգամ մեր կրոնի մեջ այդ մարդը խորացած, որ պարտավորություն բացարձակ չունի։ Այսինքն մեր մոտ այդ ընկալումը, որ մեր գործը պետքա մենք անենք, չկա։ Բայց ոչ թե չկա նրա համար, որ չենք ուզում լինի, այլ հովանավորություն չկա։ Հիմա ես կարող եմ չգիտեմ, իմ ովա մեծ ժամը, այտենց էլ անում եմ, իմ համար վերլուծություններ անում եմ զուտ մասնագիտական վերումից ելնելով, բայց դրանք հաստատ չեմ տա Նիկոլենց, որովհետեւ դա ոնց տաս, եւ կմտածեն ոնց անեն, որ դրա դեմ մի բան մոգոնեն, որ հակադարձի ադրբեջանական կողմը։ Կամ կասեն բանա, այս մեր համար պետք է գտնեն դարակում վրան փոշի գտնեն։ Այս դեպքում կարծում եք ինչ շահ ունի, հետաքրքրություն ունի եւ Հայաստանը ինչ շահ ու հետաքրքրություն ունի այս դիրքորոշման մեջ, որովհետեւ եթե համարենք, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, այ սա պիտի անենք, որ վաղը լավ ապրենք, որ թեկուզ 29000 քառակուսիով Հայաստանի իրական Հայաստան ունենանք եւ ավելի բարգավաճ ապրենք։ Արդյոք այս պայմաններում մենք ավելի բարգավաճ կկարողանանք ապրել, թեկուզ եթե գնանք Փաշինյանի հայտարարած բոլոր առաջարկներով եւ զիջումներով։ Հիմա լավ խոսք կա, քիչ կինոից է վերցված, ասում է, երբ որ քեզ ուզում են վաճառեն ու դու դրան դեմ չես լինում, մի բողոքի ստրկությունից։ Այսինքն այսօր Հայաստանի Հանրապետության ուրեմն ղեկավարությունը զբաղված է հայրենիքը վաճառելով։ Դա ուղիղ եւ անուղղակի իմաստով։ Բայց եկեք համաձայնենք, որ բնակչության մեջ գտնվում են մարդիկ, ովքեր համաձայն են ասում դե լավ, դե սա է թող լինի, միայն թե մենք հետո լավ ապրենք։ Շատ կարևոր է հասկանալ, տարանջատել առաջի պլան բերելու քարոզչական ուղղությունը։ Տեսեք, երբ որ իշխանությունը կամ լրատվականների մի հատված, ես դա համարում չգիտակցված քայլ կամ վյուների հետևից ընկնող process է, որ ուզում են ամփոփել վյու շատ հավաքեն։
անընդհատ այդ հարցումները կամ տեսանյութերի մեջ լինում են նույնպես մարդիկ, որոնք չունեն ազգային հենք, ողնաշար ազգային, այլ իրանց համար մեկ է իրանք ինչ կարգավիճակով կապրեն, կարևոր օրվա պահանջը ստամոքսի բավարարվի։ Նորմալ գիտակից մարդու ուղեղում այդ զբոյը լինում է, ոնց ասեմ, այդ հոսանքի զբոյը խափանումը տալիս, ասում ես ոնց կարա սենց լինի։ Ու ինքը համ հիասթափվում է այդ իրավիճակից, ասում է դե լավ մնամ ես երկրում, ինչ անեմ երկրորդն էլ։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ դա ուղիղ քարոզություն է։ Եվ ես իմ գործընկերներին, իմ նկատում նաև ԶԼՄ ներկայացուցում եմ մտերմություն ունեմ, կապ ունեմ, միշտ փորձում եմ իմ այդ խոսքս ասում սխալ է, այդ մարդկանց մի ցույց մի թա լավ, մեկու մեջ տվեք, ոչ թե միշտ։ Ու վատն է, որ երբ որ տեսնում ես այդ նույն հարցման մեջ մի տատիկ կամ պապիկ կամ չգիտեմ, երիտասարդ աղջիկ տղամարդ ինչ որ ազգային բան է ասում, այդ մարդու խոսքը կորում է այդ ամբողջ հարցման մեջ։ Սա մի դրվագ է։ Եւ հետո տեսեք, այսօր հայրենիքը ուրացող նաև բլոգերներ կան, մի հատ մեկը կա, չէ, որ իրան ռուսերեն է խոսում, չեմ ուզում անգամ անգամ, բայց մեզ լսողները հաստատ հասկացան ում մասին է։ Ինքը Արցախի ատելության մակարդակով ադրբեջանական քաղաքացիները կարար մրցեր։ Հիմա անցել է ցեղասպանության ճանաչման մասով հայտարարությունների համատեքստում հիմարություններ դուրս տալով ու մնացած պրոցեսներ, այսինքն երբ որ դու փորձում ես դասակարգես, դարակներում տեղադրես այսօրվա Նիկոլի պաշտոնական հայտարարություն եւ դրան կից ԶԼՄ անգամ չեմ կարող ասեմ, քաղաքական թուրք-ադրբեջանական քաղաքական այլ մարդկանց խոսությունը նույնն է։ Նպատակ ունեն Հայաստանի հասարակության մոտ ստեղծել անդամալույցի, հոգեբանական անդամալույցի ենթարկվելու եւ մոռանալու սինդրոմ ասեմ, համակեցություն ասեմ, մի խոսքով այդ վատ ընկալումները բույն դնելու process է գնում։ Ու հիմա երբ որ մենք մեկու մեջ տեսնում ենք նման մարկանց ու դա համարում ենք մեր համար վայ ոնց կլինի, սխալ ենք անում։ Այսինքն ես չեմ փորձում այդ մի մարդուն համատեմ 100-ի հետ։ Ես շատ մարդկանց կարամ բերեմ, գիտեմ, ճանաչում եմ, որ այդ մարդիկ այդ մի մարդուն վրան ըստի չեն էլ նայի որպես այդպեսին, այսինքն խոսքը չեն էլ թքի, չէ՞, տենց խոսքա, բայց անգամ չեն էլ նայի այդ մարդու վրա, որովհետև երբ որ դու տեսնում ես, որ մարդը ունի ազգային ողնաշար, իր համար մեկ է, այդ մարդուն դու ուղղակի պետքա մեկուսացնես տեղեկատվական դաշտից, չթողես, որ ինքը առաջի պլան գա։ Ու խոսնակ ԵՄ, ու տատիկի որ խոսացել էր այդ հիմարությունները, որ տեղեկատվական դաշտում տեղադրելը դա պատահական չի արվում։ Դա արվում է ատելության տարածման, հասարակության մոտ այդ հոգեբանական պայքարի այդ ոնց ասեմ, չեմ կարող ձևակերպումը տամ, եւ հոգեբանն ավելի լավ կասեն հոգեբանները։ Որ ձգտումն էլ վերանա, որևէ բան անելու, այո։ Այսինքն դա եւի հոգեբանական մասնագիտական մեկն է, այո։ ուղղություն է։ Այսինքն երբ որ դու այդ տեսակ մարկանց ես բերում առաջի պլան, բարձր չէ որ սովորական գիտակից մարդու մոտ այդ բանը կառաջանա հարցերը կամ այդ չընկալումը կառաջանա, ասի լավ, ես այդպես մարդու նույն երկրում ապրեմ, հենա թողեմ գնեմ։ Այս վիճակն է։ Դուք բազմաթիվ անգամ ասեցիք պատերազմի հետ կապված, կարծես թե որոշակի հատվածով ձեր դիրքորոշումները, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատերազմ չի լինելու, խաղաղության համաձայնագիրը կա, Ադրբեջանը ընդհանրապես ստորագրելու է ձեր կարծիքով, եթե դե խնդրեմ ձեր կարծիքը։ Ադրբեջանը նպատակ չունի պայմանագրի ստորագրելու, ինչի համար, երբ որ ամեն ինչ ուղղակի առանց պայմանագրի տրվում է։ Պայմանագրը թող ստորագրեին, նոր Տավուշում սահմանազատում անեին։ Հատկապես որ Տավուշի սահմանազատումը արվել է առանց հանձնաժողովի կողմից ընդունված համաձայնագրի հիման վրա։ Այսինքն տարածքները հանձնվել են, նոր հանձնաժողովը նիստ է արել հայ-ադրբեջանական։ Ապօրինությունները սահմաններ չունեն այսօր Նիկոլի ձեռամբ իրականացված։ Իրանք այնքան շատ են, որ պետքա մի հատ թվայնացվի, այսպես հերթով, չգիտեմ, տետրի մեջ կամ ինչ որ վիրտուալ հարթակում գրվի, որ հասկանաս որ ծերից բռնես, որ կծիկի վերջը տեսնես։ Ասենք այնքան խուճուճ է ամենից, այնքան ամբողջը միտումնավոր սևացրած, միտումնավոր մանիպուլացված, որ իրականում process-ների մասին վերլուծությունը միայն մեկ հարցազրույցով հնարավոր չի անել։ Ինչ վերաբերում պատերազմին, պատերազմական հոտը հիմա էլ է գալիս։ Այսինքն Սյունիքում կրակում են, բնից ձենձուն չկա։ Մենակ այն դեպքում է ձենձուն գալիս, երբ որ ադրբեջանական կողմը ասում է հայերը կրակել են, հեսա անգել ոնց որ քարտուղար լինեն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ասում են չենք կրակել։ Լուրջ համատություն եմ անում մինչև 20 թվական, այդ գիշեր առաջի 18-ից մինչև 20 թվական ինչ որ անհասկանալի բան հանդարտ էր, չէ՞, սահմանում։ Կրակոցներ քիչ կար։ Այն ժամանակ օրինակ մեր կողմից էլ եղել հայտարարություն բնե, որ ադրբեջանական կողմը խախտել է, այսքան փամփուշտ է կրակվել, չգիտեմ, ուժասներ չկան, հիմա որևէ հակադարձում չկա։ Հիմա միայն հերքում են։
Այսինքն հերքող նախարարություն է դառել, պաշտպանության նախարարությունը չկա։ Ասեմ ավելին, նույնիսկ հայտարարությունից հետո, որ համաձայնագիրը պատրաստ է սպասում ենք ստորագրության, կարծես այդ պահից հետո շատ ավելի շատացել են կրակոցների թիվը, քանակը, ադրբեջանական կողմը, տեսեք, թշնամին ինչ անում, թշնամին անում է հետևյալը։ Տեսնում է, որ քո երկրի ղեկավարը ունի հանձնելու ունակություն, պայքարի ունակություն չունի, ու այդ անում է վախի մտոլորտով, այսինքն վախենում է պատերազմից, իրականում Նիկոլը վախենում է պատերազմից, որովհետև դա կլինի իր վերջը։ Հետևաբար ադրբեջանական կողմը տեսնելով, որ կա զիջումների տարբեր ուղղություններ, սահմանային, տնտեսական, դիվանագիտական առելի մեջ զիջումներ Ադրբեջանին, որ այսօր Ադրբեջանի ռեյտինգը առօրյա խոսակցական ասած միլիոնի է հասնում, հա։ Ինչի ինքը պատերազման, ինչի անի, որ այդ ամբողջ ինչ որ ձեռքաբերվել մի հատ էլ Ադրբեջանի գլխի նոր խնդրեմ կա, առանց այդ դատարաններում, միջազգային հանրություններում խնդիրներ ունի։ Սփյուռքը որպես այդպեսին հանգիստ չի տալիս Ադրբեջանին միջազգային հարթակներում։ Այսինքն ինչի անի, երբ որ կա հլու հնազանդ ենթարկվող մի մարդ, որը ամեն ինչ կատարում է։ Դա է, այսինքն կա այդ ընկալումը, որ երբ որ քո ղեկավարը ունի հանձնելու եւ զիջելու մոլուցք, ոչինչ չես կարող անել, բացի այսինքն Ադրբեջանից ինչ ակնկալենք, որ ինքը պետքա ափաթափար գամել այդ պայմանագիր կնքի։ Բնականաբար ոչ, ինքը ունի ստանալու հեշտ տարբերակ ու դա անում է Նիկոլի ձեռը։ Այլ կերպ ասած պատերազմը հավանական է թե ոչ, որովհետև հիմա հայտարարում են, որ հնարավոր չէ, այլևս չի լինելու։ Պատերազմը հավանական է միշտ Ադրբեջանի հետ, ես չեմ տեսնում որևէ նախերգանք կամ ակնարկ, որ պատերազմ չի լինելու։ Ես տեսնում եմ մի բան, որ եթե այսպես գնա, Հայաստանի Հանրապետությանից բան չի մնալու։ Միջազգային դատարաններից հայցերը ընդդեմ Ադրբեջանի հետ քաշելը ինչ հետևանք կարող է ունենալ ավելի հեռակա ժամկետներում պետության առումով, ձայնի եւ այլ իրավունքների։ Դե տեսեք, առհասարակ միջազգային դատարաններում հայցերը, որոնք ներկայացվել են կամ բողոքները, որոնք ներկայացվում, որտեղ տարբեր միջազգային դատարաններ հայց կամ բողոքա, չէ՞, մասնագիտական տերմինոլոգիայի մեջ չխորանանք, այստեղ կա ուղղակի մեկ ընդհանուր իրականություն, երբ որ փորձ արվում առհասարակ նման հայտերը հետ կանչել եւ դրանք ուղղորդել հանուն նրա որ խաղաղություն է լինելու կամ պայմանագիր է լինելու, դա դրանով առաջին հերթին Ադրբեջանին հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ իրենց քարոզության հիմնավոր ապացուցել, որ հայկական կողմից ֆեյքը դա կլինի օրինակ Բաքվի Սումգայիթի ջարդերի համատեքստում գլոբալ եմ վերցնում ինքը դրվագային չենք դիտարկում կամ առհասարակ օրինակ ռազմական հանցագործությունները արնակ Պապիկի գլխատելու կադրը որ 44-րդ պատերազմի ժամանակ եղավ 22 թվականին երբ որ ուղղակի բարձունքի անուն էսպային չեմ հիշում գնդակահարությունը զինվորներ երբ որ առանց զենք էին առանց այսինքն գերի էին ընկել ուղղակի այդ մարկանց կհիշեք որ սարի գլխին գնդակահարեցին այդ մարկանց այսինքն այդ բոլոր հանցագործությունները պարզապես դուրս է գալիս որ մենք ստել ենք նման բան չկա այսպես հասարակ լեզվով ասեմ եւ դա առաջի հերթին օգնում է ադրբեջանական քարոզությանը եւ ադրբեջանական պետական մարմիններին Հայաստանի իմիջի մասին չասեմ, որովհետև իմիջը չի մնացել, Հայաստանի կողմից առաջ քաշված բոլոր մեղադրանքները շինծու եւ կեղծիք ներկայացնելու հարցում։ Դե դու հետ ես քաշում քո բաժը, նույն բանն է, որ դու դատական process ունենաց մարդասպանության դեպքով, հա, ապացույցները լիքը լինեն, որ դանակը կա, այդ գործիքը կա, մի խոսքով անձին բռնել եւ այլն, վերջում այդ հարազատը, ով որ սպանվել է, գասի չէ, այս մարդը չի սպանել, այդ կամերաները որ ցույց է տալիս կադրերը, որ ինքը գալիս սպանում է, այդ մարդը չի ուղղակի այդ ինչ որ մասկա էր, քիչ ու sense հիմար բան է ստացվում։ Այսինքն մեր մոտ այդ ընկալումը, որ պետքա միջազգային հայցերից կամ միջազգային այլ բողոքներից հրաժարվենք, դրան է բերելու։ Ադրբեջանին օգնելու է հետագայում կամ մոտ ապագայում միջազգային տարբեր հայցյաններում հայկական կողմը ներկայացնել որպես մանիպուլյատոր, կեղծիք տարածող պետություն։ Դա ուղղակի դա ամենապարզ բանն եմ ասում, եթե մենք փորձենք դա կիրառենք առհասարակ Ադրբեջանի բոլոր պահանջների, Արևմտյան Ադրբեջան, Զանգեզուրի միջանցք, օրինակ շատ հաճախ Ադրբեջանում հանդիպում եմ ցեղասպանված Ադրբեջան, այսպես տերմինը, ոչ ուղղակի, բայց նկարագրական իմաստով այդպեսին, որ հայերը շատ են ցեղասպանել, օրինակ Արցախի տարբեր տարածքներում պատիներ են հավաքվում, պետական տարբեր լրատվականներ գալիս են, այդտեղ ողբ է կազմակերպվում մի հատ, ասենք ինչ որ անհասկանալի ոսկորներ են, բաց չի դա հայկական է, ադրբեջանական է, թե ուղղակի մի հատ հովիվ է, որ ենթադրենք տարիքով կամ տարի թաղել են այդտեղ, մոտավոր էսպես, հա, դա ներկայացնում որպես ցեղասպանված ադրբեջանցիների գերեզմաններ, ասենք առանց որևէ լուրջ բժշկական փորձաքննության, այն էլ անկախ է, ադրբեջանական չասում, դա հենց այդ մասն է կազմում, որ հայկական կողմից այսքան ժամանակ 30 եւ ավելի տարի ձևավորված բոլոր քաղաքական ուղղությունները
դառնան առոչինչ։ Եվ դրա լավագույն ապացույցը, որ հայկական կողմը իր ցանկությամբ դրանք հետ վերցնի, առանց Ադրբեջանի կողմից դատարանում կռվելու, հա, փաստական առումով կռվելու արդյունքում հաղթանակ չլինի, լինի հայկական կողմից հրաժարում։ Դա արդեն իսկ պարտություն է։ Պարոն Տավթյան, իսկ կարծում եմ այս թեման անսպառ է եւ շատ երկար կարելի է խոսել եւ շատ կարեւոր բաներ ասել, բայց ցավոք եթերաժամը այսքան հնարավորություն է տալիս։ Ես ուզում եմ ուղղակի ավարտին հեռուստադիտողներին ասել, որ առաջարկում եմ մտորել ու հասկանալ վարչապետի առաջարկած խաղաղությունը ինչ գին կարող է ունենալ մեզ համար եւ հետագայի համար ընդհանուր առմամբ։ Այսքանը հուսով եմ կհանդիպենք խաղաղ պայմաններում մեր հաջորդ եթերաժամին։ Ցտեսություն։